Խոսում է Բաքուն։ Եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է։ Հոսափողի մոտ Շահիդ Շահալին է։ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջապարովը ժամանել է Պակիստան ավարտին հասցնելու փոխհմբռնման հուշագրերի եւ ներդրումային նախագծերի վերաբերյալ համաձայնագրերի շուրջ աշխատանքները։ Այս մասին հայտնում է Պակիստանի արտաքին գործերի նախարարության կայքը։ Այցի ընթացքում Ջապարովը կհանդիպի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ եւ մանրամասն քննարկումներ կանցկացնի ներդրումային հարցերի շուրջ։ Պակիստանի փոխվարչապետ արտաքին գործերի նախարար սենատոր Մոհամմադ Իսակ Դարի գլխավորած պատվիրակության հետ։ 2024 թվականի ընթացքում օկուպացիայից ազատագրված տարածքներում ստեղծվել է 2575 նոր աշխատատեղ։ Ինչպես գրում է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն, նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն աճել է 21 անգամ։ 2023 թվականին օկուպացիայից ազատագրված տարածքներում ստեղծվել է 1271 նոր աշխատատեղ։ Նշենք, որ վերջին 1 տարվա ընթացքում ամենաշատ նոր աշխատատեղերը ստեղծվել են Խանքենդիում եւ Լաչինում։ Այսպես հաշվետու ժամանակահատվածում Խանքենդիում բացվել է 702, Լաչինում 471 նոր աշխատատեղ։ Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում ազատագրված տարածքներում պետական գրանցում է անցել 280 նոր ձեռնարկություն կազմակերպություն եւ 3815 նոր մասնավոր ձեռնարկատիրություն։ Նախորդ տարվա համեմատ նոր ձեռնարկությունների եւ կազմակերպությունների թիվն աճել է 26 անգամ, իսկ անհատ ձեռներեցներինը 42.3%-ով։ Ադրբեջանական Ազերկոսմոս տիեզերական գործակալությունը 2025 թվականի հունվար-փետրվարին արտահանել է $2.7 միլիոն արժողությամբ արբանյակային հեռահաղորդակցության ծառայություններ։ Այս մասին հայտնում է տնտեսական բարեփոխումների եւ հաղորդակցությունների վերլուծության կենտրոնը։ Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Ազերկոսմոսի ծառայություններից օգտվել են 37 երկրների շուրջ 90 ընկերություններ։ Հաշվետու ժամանակահատվածում Ազերկոսմոսից արբանյակային հեռահաղորդակցության ծառայություններ ներմուծող խոշորագույն երկրների հնգյակում ներառված են Մեծ Բրիտանիան $748,000, Լյուքսեմբուրգը $599,000, Նիգերիան $127,000, Եգիպտոսը $119,000 եւ Թուրքիան $107,000 ԱՄՆ։ Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, Բուլղարիա կանաչ էներգետիկ միջանցքի իրականացման տեխնիկական աշխատանքները կմեկնարկեն այս շաբաթ Սոֆիայում։ Այս մասին հաղորդում է Բուլղարիայի էներգետիկայի նախարարությունը։ Այս շաբաթ Բուլղարիայում կմեկնարկեն կանաչ էներգետիկ միջանցքի ստեղծման տեխնիկական աշխատանքները, որի շուրջ հուշագիրը ստորագրել են 4 երկրներ Բաքվում։ Համապատասխան նախարարությունների փոխնախարարները եւ էներգետիկ օպերատորները պատրաստվում են հանդիպել Սոֆիայում սկսելու նոր էներգետիկ միջանցքի ստեղծման աշխատանքները։ Հայտնել են գերատեսչությունում։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։